առաջին անգամ դերհայր ունեցել։ Իրավասեմ 3 տարի անց, որ այստեղ նշանակված եմ, մինչև այսօր հյուրախոր եկող քահանա չկար։ Եվ պատճառները, որս եմ, անշուշտ քահանա հայրերը բոլորն մեծ ցանկությունը մենք պատրաստ չենք, բայց Աստված մեզի պատրաստեց այսօրվան եւ փառք կտամ Աստծուն, որ այսօրվա մեր սիրելի հյուր դերհայրը դեր շավաշն, որին ես կճանչնամ տարիներ առաջվանեմ եւ նաեւ Երուսաղեմ եղած ժամանակս նույնիսկ աշակերտ եղած Սարգսակ եղած ժամանակս սիրելի դերհայրը ուխտավորներ բերելով գուքար կայացել Սուրբ Երկիրը, որ նաև ինքն այդտեղ 1 տարի համարյա 1 տարի այդտեղ ուսանած է, բայց հետո հարցյալ Հայաստան վերադառնալով այդտեղ իր ուսումը ավարտելով վերջավորության ցերնացրվելով դեր շավաշ քահանա Սիմոնյան, ուրեմն հիմա այժմ ինքը գծարե Դիլիջանում, որում իզբաղվի լավ գիտեք և ամեն կտալ YouTube-ում, Facebook-ում գտեսնեք իր կարոզները։ Ես այսպես եմ, մարդ լալով, անգելս վիդեոսեմ, որ գնամ սեր հոգևորական աստասում մեջ մեր եկերեսեն համստեղնույն հոգևորականներից է ինքը։ Իր նկարակիրը, իր հոգևոր զարայությունը նաև օրինակ դարձած է։ Ինչու՞ չէ, նաև ինձի, որովհետև Դիլիջան նշանակված վայրը նույնիսկ եկեղեցի չէր եղած եւ ինքը այդտեղ եկեղեցի կառուցեց եւ համայնքը ժողովուրդը միավորեց։ Եվ փառք տամ, որ այսօր Բելգիայի մեջ դեր քաղաքը գվայել է ծեր ներկայությունը սիրելի դերային։ Հարով եկած եք ծեր ուսումները, ծեր աղոթները մեր համայնքի վրա են անբաժան։ Դրանից եք սիրելի դերային։ Շնորհակալ։ Աղոթքով սկսենք սիրելիներ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եկեցի անուն քո, եկեսե արքայություն քո, եկեցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Նստեք սիրելիներս։ Շնորհակալություն այսօրվա համար, սիրելի Հայր Սուրբ, որ այսօր առիթ եղավ, որ այստեղ լինենք, միասին հավաքվենք երեկոյան այս ժամին, խոսելու, իրար հետ հարցերով, պատասխանով նաև տեսնելու, թե ամեն մեկս ինչ հոգևոր հարց ունենք։ Երեք անցյալ օրը Հայր Սուրբ ասաց, որ կուզես այստեղ լինել, գազ հանդիպենք, մտածում եմ ինչ նյութ վերցնեմ, ինչի մասին խոսեց, հետո կանգ առա ապաշխարության մասին խոսենք, տեսնենք թե մարդը ինչ ճանապարհով պիտի անցնի, որպեսզի Քրիստոս ուներ կյանքի մեջ, որովհետև հենց Հիսուսի առաջին բառը, որ ասել է քարոզչության, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Որովհետև այս երբ որ մարդուն ասում ես ապաշխարել, մարդկանց թվում է թե իրենք պիտի ամբողջ օրը սենց տխուր դեմքերով, ոչինչ չուտեն, չխմեն, չհագնվեն, միայն լացեն, այդպես իրենց օրը պիտի անցնի, շատերը դրա համար են վախենում ապաշխարություն բառից կամ հոգևոր կյանք ապրելու համար։ Երբ մարդը ծնվում է այս աշխարհի գալիս, սիրելիներ, ինքը արդեն կարիք ունի այս աշխարհի մեջ պաշտպանված լինելու։ Ինչպես պիտի պաշտպանվի, առաջինը հենց պաշտպանության մեր եկեղեցին, մեր սուրբ հայրերը դրել են մարդու համար մկրտությունը։ Գիտեք, որ մենք երեխային մկրտում ենք 8-րդ օրը, այսինքն 8 օրեկանից արդեն մենք երեխային մկրտում ենք, հանձնում ենք Աստծուն, Աստծո որդեգրությանը, Հիսուսի հետ իր ժառանգության Սուրբ Հոգու տաճար լինելուն, որպեսզի մարդիկ կարողանան այդ պաշտպանությամբ շարունակել իրենց ամբողջ կյանքը։ Եվ ինչպես որ անպտուղ թզենու օրինակի մեջ Հիսուս մեծ 3 անգամ այցի եկավ պտուղ քաղելու,
այնպես էլ Աստված մարդուց իր մանկության ժամանակ, իր երիտասարդության եւ հատկապես ծերության ժամանակ պտուղներ է ակնկալում, թե դու իբրև քրիստոնյա, որ տնկված ես Աստծո տնտեսության մեջ, ինչ պտուղներ ես տալի, բարի պտուղներ են, թե չար պտուղներ են։ Ինչպես Հիսուս ասում է, երբ որ հարությունը տեղի ունենա, բոլոր գերեզմանները բացվեն, ասում է մարդիկ դուրս գան, նրանք ովքեր բարի գործեր են կատարել, պիտի ժառանգեն հավիտենական կյանքը ապրեն հարության համար, նրանք ովքեր չար գործեր են կատարել հավիտենական դատաստանի համար։ Եվ այս ճանապարհի մեջ ապաշխարություն բառը կարևոր նշանակություն ունի։ Ինչ ասել է ապաշխարություն, սիրելիներ։ Ինքը 3 խորհուրդ ունի, նախ հունարեն իմաստով ապաշխարությունը նշանակում է մտածելակերպի, այսինքն ընթացքի, պահվածքի փոփոխություն, հրեական մտածողությամբ այդ բառը նշանակում է կենցաղավարության փոփոխություն, իսկ բուն նպատակը ապաշխարության նշանակում է դարձ առ Աստված, այսինքն մարդը մեջքով որ կանգնած է ասում, պիտի դեմքով փոխվի իր Տիրոջը, ճանաչի իր արարչին եւ արարչի հետ խաղաղության մեջ ապրի։ Երբ որ Աստված մարդուն ստեղծեց, սիրելիներ, մարդը ինքը հավիտյան պիտի ապրեր, անմահ էր ստեղծված, մարդը մահ չպիտի ճաշակեր, չպիտի տեսներ։ Մահը մարդու անմաչական ընտրությունն է, մարդը ինքն է ընտրում ապրել թե մեռնել։ Այսօր ֆիզիկական մահվան մասին չէ խոսքը, այլ հոգևոր Աստծո համար մեռած ես, թե դու ապրում ես։ Եվ մարդը այդ երջանկության մեջ հավատաց չարի խոսքին։ Տեսեք ինչ ասաց Սատանան Եվային։ Չի ասում կերեք, ասում է Եվա, ինչու չեք ուտում պտուղը։ Եվան ինքն իր շուրթերով ասում է, որ եթե ուտենք կմահանանք։ Սատանան ասում է, չէ, չեք մահանա, եթե ուտեք անմահ կդառնաք, աստվածների պես կլինեք եւ բարին ու չարը կտնօրինեք։ Եվ ասում է նայեց Եվան, որ ամեն օր այդ ծառի տակ գուցե իրենք Ադամի հետ զրուցում էին, այդ ծառը ջրում էին, մշակում էին, բայց երբեք իրենց մտքով չէր անցել այդ պտուղից ճաշակել։ Բայց երբ որ ասաց դու Աստված կդառնաս, չես մահանա, դու ամեն ինչը կարող ես որոշել, ասում է Եվան նայեց ծառի պտղին եւ ակշտին շատ հաճելի թվաց։ Քաղեց կերավ եւ տվեց իր կողքը կանգնած ամուսնուն եւ երկուսի աչքերը բացվեցին եւ տեսան, որ իրենք մահկանացուներ դարձան։ Առաջին անգամ նաեւ վախեցան, որովհետեւ մարդը երբ է սկսում վախենալ, երբ որ մեղք է, չէ, գործում եւ վախենում է իր մեղքը բացահայտել։ Եվ երբ որպեսզի իր մեղքն չբացահայտի, նորից նոր ստեր է խոսում, նոր կեղծիքներ է գործում, որպեսզի իր մեղքը թաքցնի, հանկարծ մարդիկ չիմանան։ Բայց Տերը գիտի մենք ով ենք, չէ՞, մենք եւ Աստված մեզ շատ լավ ենք ճանաչում եւ գիտենք ինչպես պիտի անենք, որպեսզի Տիրոջ աչքի առջև մենք բարձրանանք։ Եվ այդ պայծ սկսած մարդը դարձավ մահկանացու, բայց Աստված մարդու կյանքը սահմանեց 1000 տարի։ Բայց Ադամը անգամ առաջնեկ Աստծո ապրեց 930 տարի։ Հետո կամած մեղքի պատճառով մարդու կյանքը կրճատվեց եւ Դավիթ մարգարեն ասում է, որ այսօր մարդու կյանքը միջինը 60-ից 70 տարի այս աշխարհի մեջ ապրում։ Այդքան է ֆիզիկական կյանքը մարդու։ Բայց մարդը ապրում է իր հոգևոր անմահությունը ապահովելու համար։ Այս կյանքը տրված է ապաշխարության ճանապարհով, մեր մտքի փոփոխության, որ մեղքի մասին շատ չմտածենք, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքը փոխենք, մեղքը մեր կյանքից հեռացնենք եւ վերջապես դարձնելու ճանապարհով Տիրոջ հետ քայլենք։ Առաջին մարդը, որ չմահացավ, Սուրբ գրքի մեջ գիտեք, Հենովքն էր, Ադամից հետո ծնված 7-րդ, ասում է այնքան մաքրամաքուր էր, այնքան ազնիվ ու հոգևոր կյանք ուներ Հենովք, ասում է ինքը ուզեց ոչ թե իր ներկաների պես ապրել, իր նախնիների սուրբ հայրերի պես ապրել, եւ ասում է այնքան հաճար Աստված նրան վերցրեց մարդկանց միջից եւ տարավ իր մոտ պահելու, այսինքն այնքան հաճելի կյանք ուներ, հրեշտակային կյանք էր ապրում այս երկրի վրա, որ Աստված նրան վերցրեց իր մոտ ապրելու։ Եվ երբ որ Աստված մարդկանց հետ սկսեց խոսել մարգարեների միջոցով, վերջին մարգարեն Մաղաքիա մարգարեն էր, որ դրանից հետո 400 տարի Աստված մարդկանց մեղքերի պատճառով չխոսեց մարդկանց հետ, դադարեց։ Եթե այն ժամանակ մարգարեները գալիս էին ասում են, որ Տերը այսպես է ասում, 400 տարի Աստված դադարեց խոսել մարդկանց հետ, մինչև Հովհաննես Մկրտիչը ծնվեց, Տիրոջ ճանապարհը բացեց եւ Աստված ինքը եկավ մարդկանց մեջ եւ առաջին բանը, որ Հիսուս ասաց, ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիմա ինչպես պիտի մարդը
այսօր ապաշխարի սիրելիներ։ Հատկապես այսօր մարդը, որ ամեն օր զբաղված է իր նյութական հացը վաստակելու, ամեն օր վազքի մեջ է, ճանապարհ է անցնում, ժամերով աշխատանք է գնում, գալիս է ֆիզիկապես հոգնում է, ինքը շատ քիչ է մտածում, կարծես իր հոգու փրկության համար։ Սատանան գողանում է նաև մարդու ժամանակը, որպեսզի մարդը ժամանակ չունենալու, անդրադառնալու, որ այս ամբողջ վազքի ընթացքի մեջ, ինչ որ դու հավաքում ես, ինչի համար դու չարչարվում ես, պայքարում ես, մի օր պիտի թողնես ու վերադառնաս, քեզ հետ ոչինչ չես ստանելու։ Միայն 3 բան ունի մարդ այս աշխարհից ստանելու, ի՞նչն է։ Հավատքը, հույսը եւ սերը։ Սա է մարդու սեփականություն։ Ուրիշ սեփականություն մարդը չունի, սիրելիներ։ Եվ այս 3-ը, այո, զարդարում են մեր գործերը, այսինքն այս 3-ը, որ պիտի զարդարես, քո գործերն են։ Քո կենթանի հավատքով, ապրող հույսով եւ տարածող սիրով պիտի կարողանաս ապացուցել, որ դրա կրողը դու ես։ Ես ինձ համար միշտ չափանիշ ունեմ, ասում եմ քրիստոնյան նա է, ովից որ լույս է ճարակում։ Եթե քրիստոնյան լույս չունի իր մեջ, ինքը նման է ամպի։ Ամպը ինչ է անում, իր առաքելությունը ինչ է, անձրև թափել, չէ։ Եթե անձրև չկա, ամպը ինչ է անում, արևի լույսը փակում է։ Ուրեմն քրիստոնյան էլ եթե ինքը գործ չունի, այդ 3 իրենով չի արտահայտվում, ինքը ընդամենը փակում է Տիրոջ լույսի ճանապարհը մեզ համար։ Հիմա տեսեք, երբ որ հոգեգալստյան օրը Պետրոս Առաքյալը ճառը կարդաց, այդ օրը 3000 հոգի հավատացին Քրիստոսին։ Եվ դարձան Պետրոս Առաքյալին ինչ ասեցին. «Ինչ անենք, որ փրկվենք»։ Պետրոս Առաքյալն ասաց. «Պիտի ձեր ընթացքը փոխեք, մկրտվեք Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի կարողանաք փրկվել»։ Սա ապաշխարության գործնական առաջին քայլն է, որ Պետրոս Առաքյալը առաջարկում է մարդուն։ Փոխել ընթացքը, այսինքն քո մտածողությունը։ Մարդը մեկ օրվա մեջ գիտեք քանի միտք ունի այստեղ։ 6000։ Ուրեմն 6000 միտք ունի մարդը ամեն օր։ Եթե մենք հիմա նստենք այս պայից սկսած, մեր առավոտյա միտքը բերենք, մինչև մեր քնելը տեսնենք, որ այդ 6000-ի գերակշռող մասը դրական չեն։ Կռիվ է այս աշխարհի հետ, մեր հոգսերի հետ, ուրիշի մասին մտածել, ուրիշի սխալները տեսնելով, քննադատելով, բայց շատ քիչ կա, որ մեր հոգու մասին է մտածում։ Երկրորդ միտքը ամենաանպատկառն է մարդու, սա ոչինչից չի ամաչում։ Օրինակ, երբ որ մարդկանց մենք տեսնում ենք, չէ, ամաչում ենք բարձր ծիծաղել կամ անշնորհք շարժում անել, բայց սա չի ամաչում ոչինչից։ Ինչ ուզում է մտածում է, ում մասին ինչ ուզում է, այստեղ մտածում է, դատում է, սպանում է, գողանում է, շնանում է, ամեն բան այստեղ է տեղ ունենում։ Եվ մեղքը, որ գործում ենք, մեղքը մեր մտքի վերջին արարն է, այնպես որ ֆիլմը նկարելու ժամանակ սցենարիստը նստում է ֆիլմի սցենարն է գրում, հետո ընտրում է դերասաններին, հետո միջավայրը, հետո ստեսում է ֆիլմը նկարել, դարձնում է գործողություն, այնպես էլ այս մտքի մեջ սկսվում է մեր մեղքի գործողությունը։ Մենք նկարագրում ենք մեզ համար, պատկերում ենք միտքը մեզ համար, հետո այդ միտքը վերցնում ենք, դարձնում ենք ֆիլմ եւ սկսում է պտտվել ժապավենը մեղքի մեր մտքի մեջ։ Մի որոշ ժամանակ հետո մենք այդ մեղքը իրականություն ենք դարձնում եւ մեզ թվում է թե դա ճիշտ է, մենք այդպես ենք արել։ Դրա համար Հիսուս ասում է մեր մտածողությունը պիտի փոխենք, այսինքն նաեւ այս աշխարհի հետ չպիտի մեր միտքը կապենք, անհանգստանանք։ Հիսուս ասում է, որ մեկը կարող է նստել, մտածելով, հոգսանելով իր հասակը մի կանգուն ավելացնել։ Կարող ենք մտահոգության մեր հարցերը լուծել։ Ոչ։ Ուրեմն դու մտահոգության փոխարեն պիտի գործը կատարես, որ Տերն էլ քո գործը օրհնի, քո աշխատանքը զորացնի, որովհետեւ դու կարողանաս հաղթել։ Ուրեմն մտածողության մեջ նաև երրորդը մեր քարացած սկզբունքներն են։ Օրինակ կան, որ ասում ենք, մեր մեծերը այսպես են սովորեցել կամ մարդիկ այսպես են անում։ Մարդկանց դրած օրենքները, կանոնները, սովորությունները երբեմն կարող են նաև հակասել հոգևոր մեր օրենքներին եւ մեր փրկությանը սիրելին։ Օրինակ կան քարացած բաներ մեր մեջ, որ մենք հրաժարվում ենք, որովհետեւ առաջինը մտածում ենք մարդկանցից ամանչելու մասին, ոչ թե Տիրոջից ամանչելու մասին։ Մարդիկ մեզ կարող են բարձրացնել, 1 վայրկյան հետո կարող են ոչնչացնել։ Մարդիկ մեզ կարող են շատ գովել, հետո մեզ կարող են ամենությամբ նվաստացնել։ Եվ մի օրինակ պատմեմ ձեզ, մի երիտասարդ գալիս է ծերի մոտ, ուզում է վանական դառնալ, ասում է տղաս, հիմա պիտի գնաս գերեզմաններ, ու ամբողջ այդ գերեզմանների մեռելներին պիտի գովես։ Գնում է ամբողջ օրը գովաբանում է մեռելներին, գալիս է ասում է հիմա հետ գնա, այդ նույն մեռելին ինչքան վատ բառ գիտես ասա։
Հետ է գալիս, ասում է, ինչ եղավ, երբ որ ասում է գովեցիր, որևէ մեկը քեզ պատասխանեց, ասում է ոչ։ Ասում է, երբ որ դու բոլորին վատաբանեցիր, մեկը պատասխանեց, ասում է ոչ։ Ասում է, այ եթե դու էլ կարողանաս մարդկանց խոսքից չփոխվել, այլ ձև չդառնալ, ուրեմն դու կարող ես հոգևոր կյանքի մեջ հաջողություն ունենալ։ Ուրեմն մեզ գովելով մենք չենք կարող լավը դառնալ կամ ոչ էլ մեզ վատաբանելով մենք վատը պիտի դառնանք։ Դու պիտի հասկանաս ում համար ես ապրում, ինչի համար ես ապրում եւ որն է քո նպատակը։ Երկրորդ ապաշխարության մեր կենցաղի փոփոխությունն է, սիրելիներ։ Նիկոդեմոսին լսել եք իր մասին Հովհաննես ավետարանի մեջ, որ փարիսեցի էր, այսինքն այդ ժամանակվա կրոնավորներից էր, հարուստ էր, իշխանավոր էր եւ մոտավորապես 70 տարեկան մի մարդ էր, որ գիշերով գալիս է Հիսուսի մոտ, ասում է. «Վարդապետ, հավատում եմ, որ դու Աստծո որդին ես»։ Հիսուս ասում է. «Եթե մեկը նորից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Եվ Նիկոդեմոսը զարմացած ասում է. «Բայց հնարավոր է, որ մեծ մարդը նորից ծնվի, կարող ենք մենք նորից մեր մոր որովայնը մտնել եւ ծնվել»։ Հիսուսը եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել, որովհետեւ մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Հիմա Նիկոդեմոս այս հարցը մեզ շատ մանկական է, չէ՞ թվում, թե ինչու Նիկոդեմոսն ասաց կարող եմ նորից ծնվել։ Ինքը լավ գիտե, որ մարդը չի կարող նորից իր մոր որովայնը մտնել եւ ծնվել, բայց Նիկոդեմոսի պատասխանը մեր գրեթե մեծամասնության պատասխանն է, որ ես հարուստ մարդ եմ, իշխանավոր եմ, հեղինակություն ունեմ, ոնց այս ամեն ինչը թողնեմ, սկսեմ հոգևոր կյանքով ապրել, այսինքն ոնց այս ամեն ինչից հրաժարվեմ։ Բայց Հիսուս չի ստիպում, որ մենք հրաժարվենք ինչ-որ բաներից, մարդկանցից կամ իրերից, որ կապված են, կամ հարստությունից։ Այն ժամանակ է մեզանից պահանջում, երբ որ այդ ամենը մեզ համար կուռք է դառնում կամ մեզ համար վնասակար է մեր հոգու փրկության համար։ Ուրեմն այնպես էլ մարդկանց մեջ այսօրվա մարդկանց մեծամասնությունը վախենում է, որ ինքը եթե հավատա քրիստոնյա դառնա, ինքը պիտի այլևս լավ կյանքով չապրի։ Ուրեմն մեզ համար հստակ որոշում անենք, որ Հիսուս երբեք դեմ չէ, որ մարդը լավ ապրի կամ հարուստ լինի։ Աբրահամը, մեր նախահայրերից մեկը, ինքը ամենահարուստ մարդկանցից մեկն է եղել, բայց նրա հավատքը արդարություն է համարվել Աստծո համար։ Եվ երբ որ մենք որդեգրվում ենք մկրտությամբ Տիրոջը, մենք Աբրահամի զավակներ ենք կոչվում, մենք Աբրահամի հավատքով հավատացող մարդիկ ենք, որ գալիս ենք դեպի փրկություն։ Ուրեմն այս կենցաղի փոփոխության մասին, որ խոսում է Սուրբ Գիրքը, նպատակը մեկն է՝ դեն նետել հին մարդուն, այսինքն մեր մեղքերը, ինչպես որ Պողոս առաքյալը նամակի մեջ թվարկում է, ասում է վերջին ժամանակներում մարդիկ կլինեն դրամասեր, նախանձ, չար, որկրամոլ, ծնողներին մերժող, արհամարող, ավելի շատ աստվածապաշտության կերպարանք ունենան, բայց դրա զորությունից շատ հեռու կլինեն, այսինքն այս հին մարդուն, որ մեղքի համար է ապրում, այդ մարդուց պետք է հրաժարվել եւ նոր մարդ դառնալ, այսինքն սեր տարածող մարդ դառնալ։ Ինչի կարիքը մենք այսօր ունենք։ Մայր Թերեզան ասում էր, աշխարհում այսօր ավելի շատ սիրո կարիք կա, քան հացի կարիք, որովհետեւ սիրուց է սկսվում այդ հացի հանդեպ հոգատարությունը եւ դիմացի մարդուն սիրելը։ Եվ վերջապես ապաշխարությունը, սիրելիներ, դարձն է առ Աստված, որ մարդը դեմքով դառնա Աստված։ Ինչ է լինում մարդու կյանքում։ Մի գեղեցիկ պատմություն պատմեմ, դրա վրա կհասկանանք։ Ուրեմն մի օր մի թագավոր կար, այս մարդը 4 կին ուներ։ 4-րդ կնոջը ասում է ինչքան գեղեցիկ շորեր, հագուստներ տեսնում էր, զարդեր, թանկարժեք տեսնում էր, այս կնոջ համար գնում էր։ 3-րդ կին ասում է շատ գեղեցիկ էր, ուր որ գնում էր, այս կնոջ հետ էր գնում, խնջույքների, հանդեսների կամ որտեղ պաշտոնական, թագավորական ընդունություններ կար, այս կնոջ հետ էր գնում։ 2-րդ կնոջը իր բոլոր գաղտնիքներն էր վստահում, ինչ գաղտնիք ուներ այս կինը գիտեր, իսկ առաջին կնոջը տանել չէր կարողանում։ Մի օր հիվանդանում է եւ բժիշկն ասում է, որ գիտես, օրերդ շատ կարճ են, պիտի մահանաս, պատրաստվիր։ Դե տխուր գալիս է տուն, կանչում է կանանց, ասում է միայնակ վախենում եմ մահանալ, ով ինձ հետ կգա։ 4-րդ կինը, որ միշտ զարդերը ստանում էր նվերներն, ասում է մենք իրար հետ կապ չունենք, ասում է ինձ կներես, բայց ես չեմ կարող քեզ հետ գալ։ 3-րդ կինը, որ շատ գեղեցիկ էր, ասում է կներես, ասում է դու գնա մահացիր, ես կգնամ ուրիշի մոտ, տեսնեմ ինձ ով տիրություն կանի, նրա մոտ կգնամ։ 2-րդ կինն ասում է դե ես էլ քեզ մինչև գերեզմանափոսը կարող եմ ուղեկցել, դրանից ավել ինձ կներես չեմ կարող գալ։ Առաջին կինը, որ մերժված էր,
ասում է ես պատրաստ եմ քեզ հետ կգալ։ Թագավորը լաց է լինում, ասում է ինձ կներես, որ այսքան ժամանակ քեզ մերժել եմ, նեղացրել, արհամարել եմ, բայց այս օրերի ինչքան որ կապրեմ, կաշխատեմ քեզ շատ սիրել։ Ո՞վ էր այս թագավորը, սիրելիներ։ Ո՞վ է այս թագավորը։ Մենք, ամեն մարդ ինքն է այդ թագավորը։ Այս կանայք ովքեր են մեր կյանքի տարբեր կողմերը։ Չորրորդ կինը, որ շատ գեղեցիկ նվերներ էր ստանում, հագուստներ, սա մեր մարմինն է։ Մենք ամեն ինչ այսօր անում ենք, չէ՞, մարմնի համար։ Գեղեցիկ հագնենք, նույնիսկ շորի գինը մեզ համար կարևոր է, որտեղից ենք առել, ինչքան գումար ենք տվել։ Այսօր մարդիկ նույնիսկ կարողանում են միջամտությունով իրենց մարմինը գեղեցկացնել, զարդարել, բայց ինչ պիտի դառնա այս մարմինը։ Աստծո հրամանն է, հող էր եւ հող պիտի դառնա, չէ՞, այսինքն պիտի փթի։ Կապ ունի սա մեզ հետ, չունի։ Երրորդ կինը, որ շատ գեղեցիկ էր, ով էր, դա մարդու հավաքած, կուտակած հարստություն է։ Ինչի համար որ պայքարում ենք։ Իր մահից հետո մարդ գիտի իր տունը ում ձեռքը պիտի հայտնվի, իր բանկային հաշիվներ, իր հավաքած ոսկիները ում պիտի լինի։ Չգիտի, նույնիսկ կարող է մահից 5 օր հետո իր զավակները տունը վաճառեն ու թողնեն գնան։ Այսինքն ամբողջ կյանքի կուտակածը, ինչի համար դու չարչարվել պայքարել ես, գնում է մեկ ուրիշի մոտ։ Երկրորդ կինը ով էր, մեր հարազատները, բարեկամները, սիրելիները, որ մեզ ուր են տանում, հողի մեջ դնելու, ավել ոչ ոք մեզ հետ չի գալիս։ Իսկ առաջին կինը, որ մերժված էր, ով էր, չէ, մեր հոգին։ Մեր հոգին։ Մենք իր մասին երբ ենք մտածում, մահվան ժամին։ Երբ որ մենք հիվանդանում ենք, չէ, արդեն տկարանում ենք, թուլանում ենք, սկսում են մեր մեղքերը հիշել, տեսնել, թե այս ինչ եղավ, որ մենք հիվանդացանք։ Որտեղ ամեն մարդ միշտ առաջին բանը մտածում է, մեղքն է պատճառը, որ մենք հիվանդացանք։ Եվ Սուրբ Գիրքն էլ ասում է, մեղքի վարձը մահն է։ Որը մարդ է, որ մեղք է գործում, իր համար դուռ է բացում, որպեսզի մահը գա ու մտնի իր կյանքի մեջ։ Ուրեմն տեսեք, սիրներ, շատերը ովքեր որ ապաշխարության չեն գալիս, ասում են, դե ինչ ոնց ապաշխարեմ, որովհետև ես նորից մեղքեր պիտի գործեմ։ Ոչ ոք չի ասել, որ ապաշխարող մարդը մեղքեր այլևս չի գործում։ Մենք միիչե մեր կյանքի վերջին րոպեն, ժամը, վայրկյանը մեղքեր գործելու ենք, սիրելիներս։ Բայց չապաշխարող մարդը չի գալիս ինչի համար, որպեսզի շարունակի մեղք գործել։ Իսկ ապաշխարող մարդը ոչ միայն մերժում է մեղք, այլև այդ մեղքի կյանք իր համար զզվելի է դառնում։ Երբ որ դու հիշում ես, թե դու ով ես մի ժամանակ, որ թմրանյութ էիր օգտագործում, խմում էիր, կռվում էիր, կնոջդ հետ վիճում էիր, զավակների ցավացնում էիր, հետո անդրադառնում ես, որ չէ, ինչ եմ արել ես, ինչի համար եմ այս ամբողջ իմ կյանքի մեջ արել։ Այսինքն սիրո փոխարեն դու այլ բան ես արել։ Երբ որ դու փոխվում ես, դառնում ես դեմքով դեպի Տերը, դու ուզում ես քո դիմացի մարդուն երջանկացնել։ Ուրեմն ապաշխարությունը քեզ հրավիրում է դիմացի մարդուն երջանկացնելու։ Սա է կարևոր։ Ինչպես որ տեսեք Պողոս առաքյալի կյանքը։ Ինքը հալածում էր Քրիստոսին, Քրիստոսի եկեղեցին ու հանկարծ այդ հալածիչը դարձավ առաքյալը եւ կոչվեց հեթանոսների առաքյալ։ Ինքը փոխեց ամբողջ Եվրոպան, միայնակ քարոզեց, ամբողջ Եվրոպային դարձի բերեց։ Մարդ, ով ինքը մեղքի մեջ էր, իր աչքերը փակված էին եւ ինքը գնացել էր Տիրոջը հալածել, բայց դարձ ունեցավ ու փոխեց իր կյանքը։ Եվ բոլոր նշանավոր մարդկանց կյանքերը, որ սուրբերի կյանքերը տեսնեք, այս հալածանքների միջով են իրենք դարձ ունեցել։ Բայց Տերը չի ուզում, որ մեղքը մեզ հալածի, մենք հիվանդանանք, կորուստ ունենանք, հարազատինցնենք, կորցնենք, նոր հավատանք։ Տիրոջը պիտի վստահել քո ծնված օրվանից։ Մի օր մի մայր գնում է մի սուրբի մոտ, ասում է, հայր, ասում է, երբ երեխայիս հոգևոր դաստիարակությամբ զբաղվեմ, երբ է ճիշտ ժամանակը։ Հայրն ասում է, ինչքան է երեխատ, ասում է 6 ամս է կան, ասում է, քույրս դու արդեն 6 ամիս ուշացել ես։ Այսինքն քո զավակի ծնված օրվանից հենց ինքը խոսել սովորեց, իրեն հայրմերը պիտի սովորեցնես, Աստծո անունը պիտի սովորեցնես, իրեն պիտի սովորեցնես քայլել այդ ճանապարհով եւ հասկանալ նաեւ որ քրիստոնյան վախկոտ, թուլամոտ մարդը չէ, որ վախենում է դրա համար չի անում։ Պետք չէ վախենալ, պետք է սիրել։ Այ դու ինչ ես անում քո ծնողին ուրախացնելու համար։ Ամեն բան անում ես, որ սխալներ չգործես, ծնողը չհիասթափվի, չէ՞։ Այնպես էլ հոգևոր կյանքն է։ Մենք չէ վախենում ենք, որ Աստված մեզ կպատժի, այլ մենք վախենում ենք մեր արարքով Տիրոջը ցավ չպատճառենք։ Սա է տարբերությունը մեր գիտակցության։ Իսկ քրիստոնյան ուրախ մարդն է։ Հոգևոր ուրախություն ունեցող մարդու մեջ հրեշտակները միշտ ցնծում են։
Երբ որ դու մի բան անում ես, ոնց է, չէ՞ որ երբ որ մի հատ բարիք ես գործում, գլուխը դնում ես բարձին ու հանգիստ ժպիտը դեմքիդ քնում ես, չէ՞ որ այսօր մի լավ գործ ես կատարել, որովհետև հզգում ես, որ այդ բարիքի մեջ նաև օրհնություն զգացիր։ Քո հազարավոր մեղքերը քեզ մաքրվեց, ներվեց, Աստված քեզ հնարավորություն տվեց այդ բարիքը գործելու համար։ Եվ այս ճանապարհով դու գալիս ես Տիրոջն ես գտնում։ Իսկ նա որ Տիրոջը գտնում մեր կյանքի մեջ, ինքը գիտի, որ այս աշխարհի մեջ պիտի քո ամեն օր ապրես։ Մենք ամեն օր, որ մեկ օր անցավ, այս օրը որ անցավ, սա մեզ համար հաջողություն էր մեր հոգևոր կյանքի համար, բայց մեր ֆիզիկական կյանքի համար սա կորուստ է, այսինքն մենք մեկ օրով էլ մոտեցանք մահվանը։ Մենք մեկ օր էլ կորցրեցինք մեր կյանքից եւ գնում ենք դեպի մահ։ Իսկ մահվան գնալու համար դու միայնակ չես կարող հաղթել այդ մահվան երկյուղը։ Մարդիկ, ովքեր որ մեզ կասեն, որ իրենք մահից չեն վախենում, խափում են։ Բոլորն էլ վախենում են։ Ինչու՞, որովհետև կարող է վերջին մեղան չասես։ Այ երբ որ ես ավելի երիտասարդ էի, ինձ համար մահը պատահական մահն էր, շատ լավ, ավտովթարք լիներ կամ քնեի չէի արթնանայի, երջանիկ մահ էի համարում սա, որովհետև մի անգամից ամեն բան վերջանում էր, բայց երբ որ հավատքիս մեջ հասունացա, մի պարզ բան հասկացա, որ հիվանդությունն անգամ քեզ հնարավորություն է տալիս Տիրոջը ճանաչելու համար։ Դրա մեջ էլ օրհնություն կա։ Հիմա կարող եք ասել, Տերը, ես ինչ ասում, հիվանդության մեջ օրհնություն, այո, կա, որովհետև քեզ հնարավորություն է տալիս նախ ինքդ քեզ հետ հաշտվելու, ինքդ քեզ ճանաչելու, քո ընտանիքից ներողություն խնդրելու, այն մարդկանց ում որ դու ցավ ես պատճառել, հաշտվելու, սիրելու եւ վերջապես Տիրոջը գտնելով վերադառնալու քո հավիտենական կյանքի մեջ։ Սա էլ հնարավորություն։ Աստված ամեն բան մինչև վերջին վայրկյանն անում է, որպեսզի մարդը փրկվի, որովհետև Աստված շատ է սիրում մեղավոր մարդուն։ Մեզ բոլորիս Աստված անսահման սիրում է եւ այնքան որ Հիսուսին ուղարկել այս աշխարհ մեզ փրկելու համար։ Տերը մեղքը չի սիրում, բայց մեղավոր մարդուն շատ է սիրում։ Ուրեմն պետք չի վախենալ մեղքի պատճառով հրաժարվել Աստծոց, երես թեքել եւ կորցնել քո հավիտենական կյանքը։ Ինչքան դու մոտեցար Տիրոջը, այնքան ավելին ինքը պիտի մոտենա քեզ։ Ինչքան որ դու դուռը թակեցիր, ինքը պիտի գա։ Ովքերին վիդեոները տեսել են, ես շատ ասում եմ, չէ՞ որ այս դուռը սրտի վրա դուռ որ կա, Հիսուս ամեն օր ծեծում է ներս մտնելու, բայց այս դուռը դրսից բռնակ չունի, Հիսուսը չի կարող այս դուռը ինքը բացել։ Այդ դուռը միայն ներսից է բացվում։ Եվ բացողը մենք պիտի լինենք։ Մեր մտածողության փոփոխությամբ, մեր կենցաղի փոփոխությամբ, մեր դարձով դեպի Աստված, Տերը պիտի գա մեր կյանքի մեջ լինի։ Երբ որ Տերը քո կյանքի մեջ է, ուրեմն դու ես ամենամտերիմ, ամենահարազատ եւ անդավաճան ընկերը, որ քեզ ամբողջ կյանքում պիտի ուղեկցի դեպի փրկության համար։ Այսքանը փորձեմ շատ չձանձրացնել սիրուներ ապաշխարության մասին, մնացածը արդեն հարցերով կարող եմ ձեզ պատասխանել։